որ ուզում էր լացեր եւ չստացվեց։ Թաշկինակը վերցրեց ի վերջո, արցունքները սրբեց, որոնք չկային էլ։ Դե ու հեռացավ։ Ասաց, ես պետք է գնամ, դու արդեն մեծ աղջիկ ես, ինքդ կարող ես քո մասին հոգ տանել։ Դե ես էլ իհարկե արդեն մեծ եմ, պետք չի իմ մասին անհանգստանալ, ամեն ինչ ես ինքս կանեմ։ Ու սկսեցի աշխատել։ 2 շաբաթը մեկ այցելում էի հորս, հետո նորից աշխատում, բայց արդեն աշխատանք էլ չունեմ։ Աշխատանքի մասին մի անհանգստացեք, ես կօգնեմ ձեզ։ Հրախոսում եք։ Այո։ Գրանցեք իմ համարը, ես էլ ձեր եք վերցնեմ։ Ես կհոգամ ձեր աշխատանքի մասին։ Ես կսա իմ համարը։ Գիտես ինչն է ամենավատ աղջիկս, որ դու էլ հիմա պատրաստ ես իմ հետևից փակել դուռը։ Գիտես ինչի, որովհետև բարկացել եմ քեզ վրա, բայց այդպես չպետք է լիներ։ Ես չեմ ուզում, որ գնաս։ Ես էլ չեմ կարող ես տանը մնալ։ Բայց դու մի անհանգստացի ցավդ տանը։ Ամեն ինչ կլինի նույնը։ Դու էլի առաջվա պես ոչ մի բանի կարիք չես ունենա։ Ես փող կտամ քեզ։ Ձեզ։ Գիտեմ, որ քնած չես, ես զուր մի ձևացրում, ես հիմա գնում եմ աշխատանքի, ու չի վերադառնամ,
Հուսով եմ Ալան մեր տանը կլինի։ Կարծում եմ իրար հասկացանք։ Ալո, Լիլիթ, կարաս այսօր մեր տուն գաս, դե մի հարցրու, հա, կգաս ամինչ կասեմ, ինձ օգնություն ա պետք, քո օգնությունը, հա, դե լավ, լավ, սպասում եմ։ Աննա ջան, արի։ Բարև ձեզ։ Աստիր, ինչպես են պարապմունքներդ ընթանում։ Լավ, շնորհակալություն։ Մի տեսակ անհանգիստ եմ, գիտես։ Ճիշտն ասած, ես էլ եմ անհանգիստ, բայց պատրաստվել եմ լավ։ Խոսքը դրա մասին չի, ես ուսուցչու հետ ամեն օր խոսում եմ։ Մենք հիմա այլ հարցի շուրջ պիտի զրուցենք։ Լավ կանես մայրիկին ասես, վաղը գա դպրոց, լավ։ Լավ։ Աննա, դու վաղը չեմ մյուս օրը մեկնում ես։ Թրիչկա առավոտյան է։ Քեզ այնտեղ կդիմավորեն, ով կդիմավորի միշտ կլինի կողքիդ։ Բնականաբար ցանկացած հարցով կդիմես այդ մարդուն։ Սա քո տոմսը։ Կարծում եմ քո անգլերենը լրիվ կբավարարի։ Քանի օր եմ մնալու։ Դու այնտեղ կմնաս 3 օր։ Հենց կդիմավորեն, կգնաք հյուրանոց, կհանգստանաս, կնախաճաշես, այլ ծախսերի համար մենք գումար ենք նախատեսել։ Սա գումարը։ Շատ շնորհակալություն։ Աննա, բոլոր հարցերը լուծված են, ամեն ինչ կազմակերպված է բարձր մակարդակով եւ գիտես ինչն է հետաքրքիր, հաշվի առնելով, որ տարբեր երկրներից եկած աշակերտներ են մասնակցել օլիմպիադային, լուծված է նաեւ ձեր անվտանգության հարցը։ Այսքանը, մնում է քեզ հաջողություններ ցանկանալ, կազմի վաղը մենք ելի կզրուցենք, ժամանակ կգտնենք։ Հաջողություն։ Շատ շնորհակալ եմ, ստես։ Հաջողություն։ Շենքո, համաջան, լսի, բայց հավատս չի գալիս, գիտես, որ տենց բան ա եղել, այ կեզ բան, Можно, чтобы ты молчала вообще? բայց չասեցի, պրոստի Տիգրանը պետք ա մտածեր, էլի, որ Լսի, վերջացրու, հա? Տիգրանը ուղղակի զայրացած էր։ Ես չեմ ուզում հետը հիմա վիճեմ։ Այդքան բան, հաստատ հիշում ես, որ ես շենքն է։ դե ես նվարդենց բակն ա, հիշում ես, որ տորթ էին պատվիրել, դու էլ ասեցիր էտ Ալան ստեղ ապրում, ես էտ բակն ա, էլի։ Լավ, հիշեցի։ Դե լավ գնա։ Գնա։ Գնամ, բայց ինչ ասեմ։ Կարևորը մի հուզվի։ Сквозь землю я провалюсь, ամեն անգամ հետո իր երեսին նայելուց ինչ չեմ անում։ Հանգիստ գնա։ Դու գնա, ես քեզ ստեղ կսպասեմ։ Լավ, գնամ, մի 2 րոպե այստեղ եմ։ Գնա, լսի։ Բայց կարևորը չես նեղվում, չես գոռում։ Heç պարտադիր չի, որ ինքը իմանա, թե ինչ ա կատարվել։ Տիգրանը հեչ քո մասին չի մտածում։ Կարող ա հավանում այդ կնոջը։ Ты полная идиотка.